Բարև ձեզ հարգելի ընկերներ, բարև երկիր, բարև ազգ։ Իմ լավ բարեկամ Դավիթ Տոնոյանը երևի ճանաչում եք, ուրոլոգ, բժշկական բլոգեր, բժշկական թեմաներով բլոգ ավարում, սեքսոպաթոլոգիայով զբաղվում, եթե չեմ սխալվում, հաճախակի անդրադառնում է տղամարդու եւ ոչ միայն տղամարդու սեռական առողջությանը եւ օրերս մի տեսանյութ է դրել Դավիթը, որտեղ անդրադառնում է երիտասարդ զույգի 24-25 տարեկան, մոտավորապես ես կլինիկական դեպքը նշեմ, ավելի պարզ լինի ինչի մասին է խոսքը, 24-25 տարեկան երիտասարդ զույգի է նշում ու որտեղ որքան հասկացա տղամարդու մոտ կա էրեկտիլ դիսֆունկցիա, այսինքն անկարողության, սեռական անկարողության որոշակի դրսևորում, որոշակի աստիճան։ Եվ ինչա պարզվում։ Պարզվում է, որ եթե չեմ սխալվում, մեղրամիսից հետո է խնդրեմը ի հայտ եկել, Դավիթը ինչպես է ներկայացնում, Դավիթ ջան, ջերմ բարևներս, հուսամ չես նեղանա, որ այս թեմային անդրադառնում եմ, բայց այս թեման, քանի որ քեզ մոտ 1000-ից ավել հավանում է հավաքել, արժանացել եւ բավական հետաքրքիր թեմա է նաեւ սոցիալական տեսանկյունից, ես որոշեցի այս հարցին այնուամենայնիվ անդրադառնալ։ Հիմա ինչու՞մ է խնդիրը, ասում եմ, մեղրամիսի ընթացքում ամեն ինչ կարծես թե կարգին է լինում, մեղրամիսից հետո տղամարդու մոտ սկսել է խնդիր, թեև Դավիթն ասում է, որ սա միակ զույգը չի, որ կան էլի զույգեր, ովքեր այսպիսի խնդիրներով են դիմում բժշկի, ենթադրում եմ խնդիրը ոչ միայն տղամարդու մոտ, կարա որոշ չափով կնոջ մոտ էլ լինի, այսինքն ցանկության բացակայություն եւ ինչով է բացատրում, ինչ խնդիր կա, համենայնպես երիտասարդները ինչպես են դա մեկնաբանում, երիտասարդ զույգերը, էլի կրկնում եմ 24-25 տարեկան թիվն է Դավիթը ներկայացնում, ուրեմն երբ որ օրինակ ամանորյա արձակուրդներին Եգիպտոսում են գնացել, հանգստացել, ամեն ինչ նորմալ է եղել, Դիլիջանում են գնացել, հանգստացել, ամեն ինչ նորմալ է եղել, երբ որ վերադառնում են արդեն տուն, իբրև թե բազմանդամ ընտանիքի հետ կապված, այսինքն կողքից նույն ընտանիքում այլ մարդկանց առկայության հետ կապված, երիտասարդների մոտ տեղի ունենում շփոթմունք, անհանգստություն, չգիտեմ, մտքերով ցրվածություն, որը թույլ չի տալի, որպեսզի մարդը իրեն ազատ զգա կամ կենտրոնանա բուն ամուսնական, այսպես ասած, ինքնադրսևորման վրա, հա, եթե կարելի է այսպես ասել։ Եվ որպես խորհուրդ Դավիթը տալիս է, այստեղ արդեն որոշակի տարաձայնություն ունեմ Դավիթի հետ եւ կնշեմ ինչու։ Ասում եմ, որ որպես խորհուրդ ճիշտը առանձնանալն է, առանձին ապրելն է, թեկուզ հանրակացարանում, թեկուզ ոչ այնքան բարվոք պայմաններում, բայց առանձին։ Եվ ահա առանձին ապրելու դեպքում այդ կողից կշտից խանգարողները այլևս չեն լինի եւ ամեն ինչ նորմալ կլինի։ Այստեղ է, որ ես ուզում եմ մի երկու բան ավելացնել այս կլինիկական դեպքերին, որոնք կան։ Ուրեմն հարգելի ժողովուրդ, հարգելի երիտասարդ նորապսակներ, ասեմ իմացեք, հատկապես տղամարդկանց, շատ տղամարդիկ ոչ թե ընտանիքում այլ մարդկանց առկայության պայմաններում են իրենց ինքնադրսևորում, սրան ես կողմ չեմ, ես դեմ եմ սրան, բարոյական տեսանկյունից ես սրան դեմ եմ, բայց հիմա ինչ որ կասեմ, դա փաստ է, գոյություն ունեցող փաստ, ուրեմն շատ տղամարդիկ անգամ սեփական ընտանիք ունենալով, այսինքն կին ունենալով կարողանում են իրենց դրսևորել այլ տեղերում, այլոց հետ, երբեմն կան կանայք, ովքեր ոչ միայն իրեն չի խանգարում կիսուր կեսարը, նույնիսկ ամուսինը չի խանգարում եւ ինքը այլոց հետ որոշակի սիրային ինտրիգների մեջ է։ Այսպես ասած մարդու մտքին տեղ լինի։ Ես Դավիթի այդ ստատուսին, տեսանյութին մեկնաբանել էի արտը խախուտ մահանան կարկուտ։ Պետք չի մահանա բերել ընտանիքի անդամներին, ովքեր կան ընտանիքում, եւ ահա նրանք խանգարում են, որպեսզի ես ինձ սեռականապես
ինքնաբացահայտեմ կամ ամբողջովին դրսևորեմ։ Պետք չի մահանաբերել, որտեղ այս երկրում միայն այնպես չի, որ ընտանեկան միջավայրն է կամ ննջարանային մահճակալն է, այն սահմանափակ տիրույթը, որտեղ մարդիկ կարող են իրար ճանաչել, իրար հետ ժամանակ անցկացնել, իրար վայելել։ Այս երկրում այնքան տեղեր կան դրանով զբաղվելու համար, էլ դուսուս, մարդու մտքին տեղը լինի։ Ավելին, նույն ընտանեկան միջավայրում երկար ապրելուց հետո մարդիկ երբեմն նման էկզոտիկ արկածախնդիր վիճակներ եւ տեղեր ման են գալիս հենց բուն իրենց ամուսնական կյանքը բազմազանեցնելու համար։ Այսինքն պարտադիր չի էլի անպայման ննջարանում տնես տանն մարդ չլինի։ Աշխարհում լիքը տեղեր կան, ժողովուրդ ջան։ Սա հաստատ կարող են պնդել եւ ասել, որ հենց այդպես էլ կա։ Մարդիկ իրանց մարդու կինը կամ կնոջ համար ամուսինը երբեմն խոչընդոտ չի, որպեսզի ինքը իր մտքի ուզածը անի։ Աշխատանքից այդ մի ժամ ընդմիջում ունի Պերերիվին, կհասցնի գնա իր գործերը անի, վերադառնա նույնիսկ գործի, մարդու մտքին տեղ լինի։ Մութը ընկավ, ամեն քայլափոխի իրար վայելելու տեղ, ամեն քայլափոխի, մի քաղաքից դուրս եկեք, ինչքան ճանապարհներ կան, ինչքան հյուրանոցներ կան, դու ավտոմեքենայի մեջ, ես պետք է հիմա ասեմ, ինչքան մութ տեղ կա, գրեթե հնարավոր է, ինչքան էլ մի քիչ լարված է լինում, վտանգավոր է լինում, կարող է այդքան էլ իրավիճակը ավելի բուռն եւ այսպես լիարժեք ընթանա։ Բայց եթե դուք ձեր տան մեջ չեք կարողանում իրար հետ լավ լինել, այսպես ասած, դուք ինչ եք կարողանում ամոթ չլինի հարցնել, ինչ եք կարողանում, եթե դու քո տանը չես կարողանում, որտեղ տունը մարդիկ կան, մենք պետքա գնանք առանձին ապրենք, որ ընդեղ հնարավոր լինի, ուստեղ հարց է գալի, Դավիթ ջան, այդ որ թեկուս վարձով լինի, մի հանրակացարան լինի, բավաղը որ երեխեքը ծնվեցին, այդ երեխեքին ով է տիրություն անելու այդ հանրակացարանում ու այդ վարձով, այդ հարցը ոնց են լուծելու, այսինքն ընտանիքը դա միայն սեռական կյանք չի, ընտանիքը դա բազմաթիվ հոգսեր են, որտեղ սեռական կյանքը մի մասն է այդ բազմաթիվ հոգսերի, բա սա ոնց են անելու, բավաղը որ երեխաները մի քիչ մեծացան, ծնողները, ինչ երեխեքին տալու են մանկատուն, որ կարողանան իրանք տանը սեռական կյանքով զբաղվեն, հազար ներողություն այսպիսի նուրբ հարցերի անդրադառնալու համար, հա? Երեխեքը դառան 7, 10, 15 տարեկան, ինչ են անելու ծնողները։ Գիշերօթիկ դպրոց են տալու երեխաներին, որ կարողանան իրար գուրգուրել, իրար սիրել, հա? Թե ստեղ էլ մահանան լնելու, որ տունը երեխա կա։ Այդ ոնց է կանելու ժողովուրդ ջան։ Հարգելի 20, 24, 25 տարեկան երիտասարդներ։ Դու ավելին ասեմ, յանի դուք չգիտեք ձևերը, ես պետք է ասեմ։ Դուք ձևերը չգիտեք, այդքան միամիտ եք, հենց ձևերը չգիտեք։ Հա? Հենց այտենց բեշքյարթմա են արել ծնողները ձեր, դուք իրացքի չեք էլ տեսել, հանգարցակի մի օր հանդիպեցիք, այդպես առաջի անգամ հարսանիքին տեսակ իրարու դեմքերը, հարսիկ հողը բարձրացրեցին եւ տղան տեսավ ինչքան հիասքանչ հարսնացում ունի, հա? Բա միջև այդ ինչ էիք անում, գրադարանում գիրք էիք կարդում, ու վсё։ Այսինքն ձեր ամբողջ ընկերությունն եղել է գրադարանում գիրք կարդալը։ Հիմա էլ ամուսնացել եք, երբ որ արդեն կարծես թե խոչընդոտների մի ահռելի բաժին վերացել է, նոր խոչընդոտ է եկել, տանը մարդիկ կան։ Հա բա տունը մարդ պետք է լինի, տունը դրա համար է, որ տանը մարդ լինի, ու գազանանոց չի, մարդ պետք է լինի, կամ անապատ չի, որ մենակ դուք լինեք, Ռոբինզոն Կրուզոյի կղզին չի, տանը հաճախ մարդիկ են լինում, կամ հյուր են գնում մարդիկ, հյուր են ընդունում, ինչ, որ տանը հյուր կա կամ դուք հյուր եք գնացել, վերջ, ընդեղ կուսակրոնության ուխտ են հայտարարում միջև հյուր կարգավիճակից դուրս կգան,
Այ մարդ ինչքան հետաքրքիր սիտուացիա կա, ինչքան ռուտինայից, ամենօրյա այդ առօրյայից տարբերվող սիտուացիաներ կան, այս բոլորը կարան լինեն լրացուցիչ գրգիր, լրացուցիչ իմպուլս հետաքրքիր ժամանակ անցկացնելու համար։ Ու ես էլի անդրադառնում եմ ստեղ կարևոր առողջական հարցին։ Ժողովուրդ, դուք միգուցե առողջական, հոգեբանական, չգիտեմ, հարցեր ունեք, միգուցե դաստիարակության հարցեր ունեք։ Տանեցիները դրա համար խոչընդոտ չեն, մարդու մտքին տեղ լինի, մեջն էլ ցանկություն լինի։ Ուրիշ բան, որ մեղրամիսից կարող է հոգնել են, ուրիշ բան, որ մեղրամիսը անհոգ կյանք էր, կամ չգիտեմ, արձակուրդը իհարկե անհոգ կյանքա, վերադառնում ես գործ, աշխատանք, գոլեգաներ, չգիտեմ, հիպոթեք կամ այլ վարկեր, այլ հոգսեր, էսա պետք է, նա պետք։ Այդ նույն հոգսերը խիվարցով որ ապրեք չկան, այդ նույն հոգսերը հանրակացարանում չկան, միգուցե այս բոլոր հոգսերն են միասին այնքան ծանրաբեռնում մարդու գլուխը, որ նորմալ է մարդը սիրտ չունի, տրամադրություն չունի։ Կամ միգուցե կինոներից եք պատկերացնում սեռական կյանքը, այստեղ մի անեկդոտ պատմեմ, մի քիչ գռեհիկ է, բայց ասում եմ երկու ընկեր նստած ոչ նորմատիվային ֆիլմ են նայում, շատ կոպիտ, այսպես շատ բաց տեսարաններով, շատ կոպիտ ու տենց բավականին երկար, չեմ ուզում անուններ տալ, մնանք կոռեկտության տիրույթում, հա, նայում, երկար նայում են, լուրջ դեմքով երկու ընկեր նայում են, ոնց են, ասենք, կին տղամարդ, կանայք տղամարդիկ, միսած տեսարաններ։ Ու տենց մի ժամ, տենց ժամ ու կես նայում են, մեկ էլ այս ֆիլմը վերջանում է, մի ընկերը ֆռում է մյուս ընկերոջն ասում է, Վալոդ ջոգիր, ասում է ինչ է, արա ասում է ջոգիր մենք ինչ կարգի գլխառատ ենք անում։ Հիմա միգուցե կինոներից են մարդիկ տպավորվել, որ ահա այսպես է լինում ընտանեկան կյանքը, ռոմանտիզմով պարուրված, չէ, ընտանեկան կյանքը միշտ չի, որ ռոմանտիզմով պարուրված է։ Ընտանեկան կյանքը դա նախ եւ առաջ պատասխանատվություն է։ Դա լուրջ խնդիրների լուրջ լուծումներ է, որը դու պիտի անես ու դրա հետ համատեղ պիտի նաև կարողանաս կյանքը վայելել, սովորես համ պրոբլեմների մեջ գլուխը թաթախած լուծես, համ էլ ժամանակ առ ժամանակ կյանքը վայելես։ Որոշակի իրավիճակում սինխրոնիզացիա կգնա ամուսինների միջև ցանկության, պահանջմունքի։ Այդ միգուցե այդ սինխրոնիզացիան ձեզ մոտ դեռ չի ձևավորվել, պիտի ձևավորվի։ Մի խոսքով, սրա համար մասնագետները բազմաթիվ խորհուրդներ կտան, բայց իմ ասելիքը հետևյալն է. ես ապրում եմ մեծ ընտանիքում, ծնողներիս հետ, 3 երեխա, այդ 3 երեխան լուսնից չեն իջել։ Սուրբ հոգուց չի կինս հղիած է։ Հասկանում եք, չէ՞։ Դա է կյանքը, դա է ընտանիքը։ Այդպես է լինում։ Իսկ միգուցե դուք եք մի քիչ ծույլիկ, ալարկոտ, ելի եմ ասում, արտը խախուտ, մահանան կարկուտ։ Եվ ստեղ սենց կարևոր բան էլ կա, որ կենսաբանությունից օրինակ բերեմ, թեև մեկը մեկին չի կարելի պրոյեկցել կենդանական աշխարհի օրինաչափությունները մարդու վրա, բայց կա կենդանական աշխարհում այդպիսի օրինաչափություն, օրինակ գայլերի ոհմակում, եթե չգիտեք, ասեմ, գայլերի ոհմակը ձևավորվում է առանձին միայնակ գայլի եւ միայնակ էքի եւ միայնակ արուի ընտանիք կազմելով է ձևավորվում, հետո ոհմակի մնացած անդամները դա իրենց երեխաներն են։ Այսինքն ցանկացած ոհմակին ու հիմնականում, լավ այսպես ասեմ, հիմնականում ոհմակի անդամները դրանք ալֆա արուի եւ ալֆա էքի երեխաներն են։ Եվ ալֆա էքի ֆոնին, օրինակ, երեխա աղջիկների մոտ, էքերի մոտ ավելի ջահել, ցանկություն չի գալիս, ցանկություն չի լինում։ Նա ճնշում է էքը իր գոյությամբ, ճնշում է։ Ավելի երիտասարդ, թեև արդեն 2-3 սեռահասուն էքեր են, բայց նրանց մոտ սեռական ցանկություն չի լինում։ Ինչու, որովհետև էքը ճնշում է իր գոյությամբ,
այնտեղ հորմոնալ անջատում է տեղի ունենում։ Նույնը արուի կողմից, արուի գոյությունը որպես խստություն արգելում է ավելի երիտասարդ արուներին, ալֆա արուի կողմից ճնշվում են ավելի երիտասարդ արուները այս տեսանկյունից։ Այսպիսի բան կա։ Պրիմատների համայնքում էլ կա, թեև պրիմատները, օրինակ շիմպանզեները, այսպես կոչված լևի շատ են գնում։ Ալֆա արուի աչքից հեռու նրանք իրենց պահանջմունքները բավարարում են, բայց էլի ալֆա արուի ֆոնին շատերը իրենց զուսպ են պահում։ Գորիլաների համայնքում ընդհանրապես անհնար է այլ մոտեցում։ Միայն ալֆա արուի մոտ հնարավոր կարա լինի ցանկություն։ Մյուս արուները մի քիչ մեծացան կամ յոլա են գնում կամ հեռանում են ընտանիքից։ Կա այսպիսի բան, այսինքն կենսաբանորեն կա այսպիսի հիմնավորում, բայց այդտեղ հարցի ինչու՞մ է ընտանիքում ձեր դերը, ձեր նշանակությունը։ Դուք այդ ընտանիքում իրոք ինքնուրույն եք, թե հələ բալիկ եք, թե դեռ զավակ եք։ Սա կարևոր է։ Սա արդեն վերաբերվում է ասում է հակադեպրեսանտները զրոյացնում են լիբիդոն ու զգայարանները։ Հարգելի Սուսաննա, դա լինում է հակադեպրեսանտների օգտագործման առաջի ամսվա ընթացքում, միգուցե երկրորդ ամսվա ընթացքում։ Նույնիսկ այդ դեպքում ամբողջությամբ չի զրոյացնում, ավելի հազվադեպ է լինում պահանջմունքը, միևնույն ժամանակ ավելի երկար է տևում սեռական ակտը եւ բավարարվածությունը։ Սա ինչ վերաբերում է հակադեպրեսանտներին։ Ժամանակի ընթացքում, ամիսների ընթացքում սեռական ցանկությունը առաջվա պես վերականգնվում է եւ սեռական ակտը վերադառնում է առաջվա ժամանակային, այսպես ասած, տիրույթին։ Այսինքն, եթե մինչ այդ հակադեպրեսանտների ֆոնին բավարարվածության հասնելը բավականին հակադեպրեսանտների ֆոնին բավականին երկար էր տևում, մինչև մարդը կհասնի բավարարվածության, ապա հակադեպրեսանտների ամիսներով օգտագործելու ժամանակ այդ երկարումը կամաց-կամաց կարճանում է եւ վերադառնում է նախկին ռեժիմին։ Սա իգիտություն ուղղակի Սուսաննա ջան, sense բան կա։ Այնպես որ հակադեպրեսանտները եւս պատճառ չեն սեռական ցանկության չլինելու կամ սեռական անկարողության։ Հա, հիմա վերադառնամ կենթանական աշխարհին։ Սկա էս հոգեբանական պահը։ Այդ տվյալ տղամարդը եւ նրա կինը, նրանք տվյալ ընտանիքում երեխաներ են, թե լիիրավ անդամ ընտանիքի։ Նրանք հոգեբանորեն նրանց ծնողները թույլ են տալի, որ նրանք լինեն ինքնուրույն։ Այդ թվում մեծ ընտանիքում։ Մեծ ընտանիք պարտադիր չի մի սենյակում բոլորը ապրեն։ Խոսքը նրա մասին է, որ բազմաթիվ հայ ընտանիքներում 2 հարկանի տներ են։ Հյուրանոց կարելի է սարքել այդ տներից։ Այդպիսի տներ են։ Կամ ոչ այդպիսի, բայց ամենայն դեպս կարող են մարդիկ լիարժեք առանձնանալ։ Եթե հնարավորությունն եք, հա իհարկե կարող նույնիսկ կինը մի տան մեջ ապրի, տղամարդը մի տան մեջ, կամ կոպիտ ասած, տեսել եք ֆիլմերում արիստոկրատները, կինը մի ննջարանում է քնում, ամուսինը մեկ այլ ննջարանում է քնում։ Ահա, եթե մի դղյակում են ապրում մարդիկ, կարան իրանց այդպես թույլ տան։ Եվ ամեն մեկը իր ննջարանում կարոտում այն մյուսին։ Տեսել եք բան իշխանների հատկապես հարեմ ունեցող չինական կինոները նայեք, իմպերատորը, կայսրը կամ նրա ժառանգները, իշխանները, նրանք ամեն մեկը մի պալատում են քնում, ամեն կնոջ համար էլ մի պալատ է հատկացված։ Այսինքն սենց էլ կարա լինի փողին մունատ հնարավորությունների հարցը։ Բա եթե այդ հնարավորությունները սուղեն, ինչ։ Բրծ։ Այսինքն կամ պետք է ապրենք իմպերատորների պես, կամ չպետք է ապրենք։ Չէ, իհարկե։ Ուրեմն այսպես, հիմա նայեք, եթե կա ընկճվածություն ընտանիքում, չգիտեմ այդ բաժանվելը, առանձնանալը, ինչքանով ձեր հարցերը կլուծի, որտեղ ընդեղ էլ ես ասում գալիս են երեխաներ, երեխաների պահելու հարց, շատ ծնողներ իրանք են ուզում, որ իրանք երեխաները ամուսնանալուց հետո առանձնանան, որպեսզի իրանք թորան մունատ չքաշեն, թոր չպահեն։ Երիտասարդ զույգերն ստիպված նյանյա են, դայակ են վարձում։ Ես էլ է տարբերակ, բայց սրանում չի բուն ակտիվությունը մարդու, տղամարդու կամ կնոջ ակտիվությունը։ Դա իր ներսում է։ Եվ եթե իրեն որպես հավասար են ընդունում տվյալ ընտանիքում, տղամարդը ընտանիքի պապը, այսպես ասած, իր տղայինն է որպես հավասար ընդունում, եւ ընտանիքի մայրն էլ
իր աղջկանը հարսինա որպես հավասար ընդունում կամ հակառակը աները եւ զոքանչը, եթե իրենց երեխաներին, փեսային եւ աղջկան որպես հավասար են ընդունում, մի բան էլ մեծարում են, սա ավելի շատ կօգնի, որպեսզի մարդը իրեն կայացած եւ լիարժեք զգա, քան թե եթե ինքը կապրի առանձին։ Որովհետեւ դրսից կիսուրը, զոքանչը կամ չգիտեմ աները, կեսրարը կարանես բզբզին եց հարամի այդ ընտանիքը, որ մարդիկ իսկականից հավես չունենան ուրիշ բանով զբաղվել։ Էդ էլ կարա լինի։ Այստեղ խնդիրը կենթանական աշխարհից, որ ուզում եմ որպես օրինակ բերել, բայց ասում եմ մեկը մեկին չի ճիշտ հայելային արտապատկերը չի իրականությունների, բայց ընդհանուր այսպես ռացիոնալ հատիկ կա, ապա դա գալիս է, թե որքանով եք դուք ձեր կյանքում ինքնուրույն եւ ինքնագլուխ։ Ոչ թե ինչքանով եք լկտի ու լկստված, դա ինքնուրույնություն չի։ Ինքնուրույնությունը եւ դու քո հարցերը կարողանում ես ինքնուրույն լուծել։ Մի բան էլ կարողանում ես քո ծնողներին աջակցել, օգտակար լինել։ Այդ դա է ինքնուրույնությունը։ Ինքնուրույնությունը այն չի, որ ով ինչ ասի, ես ոչ եմ ասելու, ոչ ոքի հետ չեմ համաձայնվելու, հա, անդաստիարակ լկտի ձևով եմ ինձ պահելու, դա ինքնուրույնություն չի։ Դա լկտիություն է։ Ինքնուրույնությունը դա հարցեր լուծելու ունակությունն է։ Եվ առաջին հարցը, որ պետք է լուծես, դա միմյանց օգտակար լինելը, այդ թվում նաև ննջարանում։ Ամուսնական կյանքը այդպեսին է, միմյանց աջակից լինել։ Այդ է նշանակում ինքնուրույն։ Քո կողմից ի հայտ եկած հարցերը լուծես այնպես, որ բանը չհասնի ներընտանեկան խնդիրների կամ ճգնաժամի։ Ամեն մեկը ունի իր պոզիցիան, իր հարցերը պետք է լուծի։ Ամեն մեկը պետք է իր ընտանիքի անառիկությունը արտաքին միջամտություններից, այդ թվում սեփական հարազատների կողմից միջամտությունից պետք է պաշտպանի։ Այդ դեպքում տնան ոչ չեք կարող։ Ինչով է սա քաղաքական։ Իմ ընկեր Արամը Քոչարյան, բոլորին դեմ եմ նախաձեռնությունից, մի հրապարակում էր արել, որտեղ վիճակագրական տվյալներն էին 21 թվականի ընտրությունների մասնակցայնության եւ պարզվում է, որ մինչեւ 25 տարեկանները ուշադիր էլի 25 մինչեւ 25 տարեկաններ։ Ուրեմն մինչեւ 25 տարեկանները ընտրություններին ընդհանուր մասնակցած քաղաքացիների շարքում կազմել են 3%։ Այսինքն մինչեւ 18-ից 25 տարեկանները քվեարկողների շարքում եղել են 3%։ Բասա ինչ անկարողություն է։ Ստեղ էլ են տնեցիք մեղավոր։ Իսկ կարող է դուք դեռ հասուն չեք ուղակի։ Ճիշտ է 18 տարեկանից կոչվում է չափահաս, բայց կարող է դուք չափահաս չեք, ժողովուրդ ջան։ Կարող է դուք դեռ երեխա եք։ Տենց է չէ զինվորի մասին խոսալուց մենք ասում ենք երեխա, նույնիսկ 20-25 տարեկանների մասին խոսելուց կարող ենք ասել երեխա։ Իսկ կարող է նա երեխա է ընդհանրապես, այլ մարդ նրա փսակվելու վախտը չէր ընդհանրապես, կոպիտ ասած։ Բայց եթե նա հասուն է, եթե նա քաղաքացի է, եթե նա չափահաս է, հա միշտ էլ կարա լինի միստվար զանգված մարդկանց, ովքեր չգնան ընտրությունների։ Բայց 3% մասնակցայնություն, ուրեմն 18-ից 25 տարեկանների մոտ է դիտվեք, 21 թվականին։ Մեկ էլ գիտեք ում մոտ, 80 տարին լրացած անձանց մոտ։ Ուրեմն մեկ 80 տարին լրացած անձինք են 3% մասնակցայնություն ունեցել ընդհանուր մասնակիցների, քվեարկածների, ուրեմն խմբի մեջ։ Մեկ էլ 18-ից 25 տարեկանները։ Ժողովուրդ ջան, հələ մի հատ մտածեք, 18 տարեկան արդեն հայրենիք է պաշտպանում, այսինքն արդեն իր կյանքը վտանգի է ենթարկում հանուն պետության, հանուն հանրային բարիքի ընդհանուր բարօրության։ Բայց այդ քաղաքական կյանքին մասնակից լինելը, այդ ինչ է, այդ ինչի մասին է, պետության մասին չի, հանրային բարիքի մասին չի, ընդհանուր բարօրության մասին չի։ Շատերը կարող եք ասել, դե լավ քաղաքականությունում կեղտոտ անպետք մարդիկ են մասնակցում։ Ով մասնակցում է քաղաքականություն, նա էլ դառնում է իշխանություն։ Իշխանություն չեն դառնում հազար ներողություն։ Ինժեներները, տնային տնտեսուհիները, բժիշկները իրանց կաբինետներում կամ իրենց խոհանոցներում աշխատելիս։
քաղաքականություն մտնելուց հետո են մարդիկ դառնում իշխանություն։ Առանց քաղաքական կյանքին մասնակից լինելու ոչ ոք չի դառնում իշխանություն։ Հիմա եթե դուք կարծում եք, որ այլանդակները, անկիրտները, անդաստիարակները, դուսպրծուկները սրանք են քաղաքականության մասնակցում, դուք վերին արտիցորենն եք, ապա իմացեք, հենց այդ դուսպրծուկները, այդ անկիրտները, այդ անհասկացողները դառնում են իշխանություն, դե նրանք են քաղաքականությամբ զբաղվում եւ իշխում են ձեզ, իշխում են ձեր երեխաներին, իշխում են ձեր ապագան, որոշումներ են կայացնում, հարկեր են հավաքագրում, տենդերներ են իրականացնում, մրցույթներ են իրականացնում իրանց անկրթության, անդաստիարակության, իրանց մակարդակի, իրանց ապիկարության դիրքերից։ Ուզում եք այլ երկիր, այլ իշխանություն, պատկերացրեք դասալիքները լինեն երկրի հույսը, բանակի հույսը լինի դասալիքները, դասալիկ գեներալները, դասալիկ սպայակազմը, դասալիկ զինվորները հավաքվեն ու ուզենան անվտանգություն ապահոven երկրում։ Ինչ կլինի բանակի վիճակը։ Չի լինի բանակ։ Նույնը վերաբերում է իշխանությանը։ Եթե անպետքները հավաքվում են եւ միայն անպետքներն են զբաղվում քաղաքականությամբ, իսկ պետքականները ասում են, չէ, մենք տենց բաների մեջ չենք թաթախվի, արդյունքը լինում է այն, որ պետքականները շարունակում են լինել շարքային քաղաքացի, իսկ անպետքները դառնում են իշխանություն։ Էլի դիմեմ մինչև 25 տարեկաններին։ Տնեցիք են կանգ առում, որպեսզի դուք մասնակցեք քաղաքական կյանքին, չեմ ասում գնաք ընտրատեղամաս ընտրեք։ Մտնեք քաղաքական process-ների մեջ, սովորեք քաղաքական հարաբերությունների, բանակցությունների, տարաձայնությունների, վեճերի, քննարկումների, գործընթացներին մասնակից լինեք, որ վաղը դառնաք իշխանություն։ Բայց եթե դու մի կնոջ չես կարողան, այդ սեփական կնոջ, ես չեմ ասում հələ ոչ քո կնոջը, եթե դու քո սեփական, անձնական կնոջը չես կարողանում, որովհետև տանեցիները խանգարում, դու ինչ պետք է անես երկրի մասշտաբով, պետության մասշտաբով, մտածիր այս մասին, իմ բարեկամ, երիտասարդ բարեկամ, մտածիր այս մասին։ Ու միշտ իմացիր, ընկերս, մարդու մտքին տեղը լինի, մնացածը տեխնիկայի հարցը, մարդու մտքին տեղ լինի։ Իսկ առողջական խնդիրների դեպքում, այո, բժիշկը ձեր հարցերին կպատասխանի։ Ոչ առողջական խնդիրների դեպքում, սոցիալական խնդիրների հետ կապված, ես սա եմ ասում, մտքիդ տեղ լինի։ Ուզենաս մի օրում երկիրը, երկրի իշխանությունը, այսինքն գլխի վրա շուռ կտաս։ Մի օրում մտքիդ տեղ լինի։ Իսկ եթե կան կյանքում բաներ, որոնք մի օրում հնարավոր չի անել, ուրեմն հնարավոր է անել 10 տարում, հնարավոր է անել 20 տարում։ Այս էլ երկրորդ շատ կարևոր բանն է, որ երիտասարդների մոտ բացակայում է, երբեմն կամ հաճախ։ Նրանք ուզում են հիմա միանգամից եւ շատ ամեն ինչ ու միանգամից։ Ամեն ինչ ու միանգամից լինում է միայն լոտո խաղալուց։ Վիճակահանության ժամանակ կարա լինի ամեն ինչ ու միանգամից, այսինքն 1000-ի մեջ մի հոգու մոտ տենց կարա լինի։ Իտո էդի բախտի բանը։ Մյուսների մոտ դա լինում է դանդաղ, համառ, ուղղորդված աշխատանքի արդյունքում ու լինում է։ Մնում է դու տեսնես, դու 10-20 տարին տեսնես։ Իսկ եթե դու տեսնես այդ 10-20 տարին, դու տեսնես այդ ընտանիքը, այն երեխեքը, որ քեզ են սպասում, դու կհասկանաս, որ վաղը դու ես լինելու մեծահասակ, դու ես քո երեխաներին հասնելու նպատակին, ու տեղ կորոշեք արդեն ամեն մեկը մի ձև ունի։ Կուզեք առանձին կապրեք, չեք ուզի միասին կապրեք։ Դա արդեն ձեր գործն է, բայց տատիկին եւ պապիկին թոր է պետք։ Էսի կարակ ընդունեք որպես աքսիոմ։ Ինչ էլ անեք, ոնց էլ անեք, որտեղ էլ ապրեք,
տատիկին եւ պապիկին, այն մարդկանց, ովքեր մեզ մարդ են սարքել, այդ մարդկանց թոռա պետք։ Օրե չէ մի օր թոռա պետք։ Եվ իմ կարծիքով, ես դեռ տատիկ պապիկ չեմ, բայց այդպես եմ ես կարծում, որ եթե զավակը ծնողի առաջ ունի պարտքի զգացում, ոչինչ էլ պարտական չի, թող գնա ինքը իր երեխուն լավ նայի, ես սենց եմ նայում, իմ երեխան թող իր երեխուն լավ նայի, բայց եթե նա ունի պարտքի զգացում, ներսում չխոսվող, չհայտարարվող, ապա դա ծնողին թոր պարգևելն է, գոնե հայկական մենտալիտետում, որը շատ լավ մենտալիտետ է այս տեսանկյունից, բացառիկ լավ մենտալիտետ է, ապա ձեր ծնողներին, եթե կարող եք փոխհատուցել ինչ-որ կերպ, այն ամենը, որ նրանք ձեզ համար արել են, երևի թե դա է, դա դեղի փողը չի, դա ինչ-որ, դա առաջին հերթին թոռն է, միգուցե սխալվում եմ, բայց այսպես եմ նայում, իդեպ այս խոսքս ձևակերպում եմ աշխարհի շատ երկրների մշակույթներին առանձին ուսումնասիրելով ընտանեկան մշակույթը տարբեր ժողովուրդների շրջանում հեռավոր արևելքից մինչև Եվրոպա, նույնիսկ որոշակի ցեղախմբերի հետ կապված կամ պատմական անցյալում եղած որոշակի մոդելների հետ կապված, այդ բոլորը որոշ չափով ուսումնասիրել եմ, այդ բոլորը չէ, դրանց մեծ մասը որոշ չափով ուսումնասիրել եմ եւ այս հետևությունները անում եմ հաշվի առնելով այդ ամբողջ ինֆորմացիան, այդ ամբողջ իրականությունը ուսումնասիրելուց հետո, այնպես որ մինչև 25 տարեկան մեր բարեկամներ, Նիկոլ Փաշինյանը ձեզ ներգրավելու համար թմբուկ է նվագում, թմբուկների վրա նվագել է սովորում, իբրև թե չգիտեմ ինչ, ասեմ ինչ, ուրեմն սոցիալական հարցումներ կան, որ այս հիմա էլ այդ 21 թվականի տվյալները առանձնակի չեն փոխվել եւ մինչեւ 25 տարեկանների մոտ մեծ հիասթափություն եւ անհետաքրքրություն կա քաղաքական process-երից, որովհետեւ նրանց ներգրավեն եւ այնտեղից ձայներ գեներացնեն, սկսեն թմբուկ նվագել, համերգներ տալ, յանի ջահելներին ոգևորելու համար։ Կարծում եմ ջահելներն այդքան անուղեղ չեն գտնվի, որ թմբուկ նվագելով որոշեն, թե ինչպես եւ ովքեր պետք է կառավարեն երկիրը։ Նման խնդիր կա նաեւ 65-ը լրացած անձանց մոտ, թեև 21 թվականին 65-ից 70-75 տարեկանները մեծ բավականին զգալի մասնակցություն են ունեցել ընտրություններում, այս վերջերս իրականացված սոցիալական հարցումները ցույց են տալի, որ կա 65 տարին լրացած անձանց շրջանում էլի անհետաքրքրություն։ Սա էլ ուրեմն այստեղից էլ ձայներ վերցնելու համար այս առողջության ապահովագրությունն են ներդրել, որպեսզի 65 տարեկաններին իրենցով անեն եւ ընդեղից ձայներ վերցնեն։ Սա էլ էսպես, ասեմ ուղղակի իմացեք։ Ինչ վերաբերում է ընտանեկան կյանքին, ընտանեկան կյանքը դա պատասխանատվություն է առաջին հերթին։ Դա ինչ կինոներում նկարագրած է անպատասխանատու ձրիակեր կամ Հասան ամուսնացան վերջ, դա կինոն պրսնում է։ Չէ, դա կինոն չի պրսնում, դա կինոն սկսում է։ Եթե ուզում եք ավելի անկեղծ։ Այն ինչ կինոներում համարվում է happy end, իրական կյանքում դա կինոյի սկիզբն է։ Այդպես սկսում է, պես երջանիկ սկզբով մենք հիմք ենք դնում նոր ընտանիքի ստեղծման։ Մենք այստեղ ենք հասել առնվազն մարդ բանականի մի քանի 100,000 տարի գոյության արդյունքում եւ կարծում եմ մենք պատասխանատու ենք գալիք սերունդների առաջ եւս մի քանի 100,000 տարվա մարդկության համար, homo sapiens-ի համար ապագա ստեղծելու, ապագա կերտելու, ապագայի համար, նրանց ապագայի համար ամուր հիմքեր լինելու։ Մենք այդ պատասխանատվությունն ունենք, հարգելիներս։ Ոչ միայն մեր ընտանիքի անդամների, այլև մենք մարդկության առաջ ընտանիք կազմելուց պատասխանատվություն ենք ստանձնում ողջ մարդկության առաջ։ Շնորհակալություն ուշադրության համար։ Ցտեսություն, մի շնորհանդիպում։